Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօրվա մեր հանդիպման առիթը հետևյալն է, մենք հրավիրել ենք Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած եւ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին, ոմանք սեփականատերեր եւ կառավարիչներ, տնօրեններ, եւ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ գործառույթի համար, որը դուք իրականացնում եք, նաեւ այն պատճառով, որ ընկերությունները հիմնականում ես կարող եմ 2018 թվականից մինչև օրս ասել, արձագանքող են եղել եւ շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին, որտեղ հիմա մեր հիմնական ասելիքներից եւ ճիշտն ասած ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288,000 աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել։ Իհարկե սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք այն հարցի վրա, թե ինչքան աշխատատեղ ստվերից պարզապես դուրս է եկել, ինչքան է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ այդ խոսակցությունը շատ խճճող է եւ այն աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, իրանք կան, այն աշխատատեղերը, որոնք չկան, իրանք ուղղակի չկան։ Դա ուրիշ կատեգորիայի երևույթ է եւ շատ կարեւոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք։ Նաեւ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25,000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է։ Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն process-ները, որոնք հիմա տեղի են ունենում եւ սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի։ Ինչու՞։ Այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը եւ ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ինքը ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։